Այլընտրան Գերմանիայի համար կուսակցության падգամավոր Մարկուս Ֆրոնմայերի այցը Ռուսաստան պետական դավաճանություն կհամարվի։ Նման իրավական հետևանքներով սպառնացել է Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Մարտին Հուբերը։ Նա կուսակցությանը կոչ է արել արգելել падգամավորին մեկնել Ռուսաստան, քանի որ ֆոն Մայերը Կրեմլին կփոխանցի գաղտնի տեղեկատվություն, դրանով իսկ լուրջ վտանգի տակ դնելով Գերմանիայի եւ Եվրոպայի անվտանգությունը։ Ֆրոնմայերը պատասխանել է Հուբերի քննադատությանը հայտարարելով, որ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը բխում է Գերմանիայի շահերից։ Եթե հետևենք իշխող կուսակցությունների տրամաբանությանը, ապա նույնիսկ Դոնալդ Թրամփը պետական դավաճան է միայն այն պատճառով, որ խոսում է Վլադիմիր Պուտինի հետ, նշել է կուսակցության падգամավորը։ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի, սակայն չի փակում բանակցությունների դուռը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուը։ Նա նշել է, որ առևտրային պատերազմների մասով Պեկինի դիրքորոշումը հետևողական է։ Եթե ծեծկրտուկ լինի, մենք կպայքարենք, եթե բանակցություններ լինեն, դուռը բաց է, պարզաբանել է դիվանագետը։ Գործակալության զրուցակիցը նաև հայտարարել է, որ բանակցությունների պահանջը եւ մաքսատուրքերի միաժամանակյա սպառնալիքները Չինաստանի հետ փոխգործակցության սխալ ճանապարհ են։ Մեկնաբանելով Գազայի հատվածի կարգավորման հարցը, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ բոլորը հասկանում են, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահ է, ով աջակցում է նրանց, ովքեր կողմ են Միացյալ Նահանգներին, հույս հայտնելով, որ նմանատիպ օրինաչափություն կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի հակամարտության դեպքում։ Աշխարհը տեսավ, որ մեր Թրամփը խաղաղության նախագահ է, որը ձգտում է խաղաղության, աջակցում է նրանց, ովքեր կանգնած են Միացյալ Նահանգների կողքին։ Սա այն է, ինչ մենք տեսանք Գազայի հատվածում։ Սա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել Ուկրաինայում, ասել է Հեքսեթը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթն ասել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կա ուժ, այլ կերպ ասած կարողություններ, որոնք թշնամին հարգում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մենք սովորել ենք, որ պետք է ակտիվորեն ձգտել խաղաղության ուժի միջոցով։ Խաղաղություն ես ձեռք բերում, երբ ուժեղ ես։ Խոսքը կոշտ խոսքեր օգտագործելու կամ մատ թափ տալու մասին չէ։ Դուք դա ստանում եք, երբ ունեք ուժ եւ իրական կարողություններ, որոնք ձեր հակառակորդը հարգում է, ասել է Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շրջանակներում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Կատարի առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթի տեսքի շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն։ Ընդ որում Անկարան պնդում է փոփոխություններ կատարելու վրա, հաղորդում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթնաժողովում ստորագրել են Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։ Գագաթնաժողովում ընդունվեց մտադրությունների մասին հայտարարություն պարունակող փաստաթուղթ։ Տեքստի շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև վերջին 15 րոպեները։ Ժամը 07:00-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին տեղեկացվեց, որ տեքստը պատրաստ է։ Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Կիևի համար զենքի գնման համար։ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում։ Սրա մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալյենեն LRT-ի երկրի ազգային ռադիոկայանի եթերում։ Վարչապետ Ինգա Ռուգինյանեի աջակցության շնորհիվ մենք կկարողանանք Փյուրլ ծրագրի միջոցով 30 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ զենք գնելու համար, ասել է նա։ Նախարարը նշել է, որ այս գումարը պետք է հատկացվի պաշտպանության նախարարության բյուջեից։ Մենք պետք է վերաբաշխենք առկա միջոցները, հավելել է նա։ Շակալենեն չի մանրամասնել, թե արդյոք ռազմական գերատեսչությունը ստիպված կլինի վերանայել իր ծրագրերը, հաշվի առնելով, որ իրեն հատկացված 30 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինային։ Աֆղանստանում 15 մարդ է զոհվել, մի քանի տասյակը վիրավորվել Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ France Press գործակալությանը հայտնել է Աֆղանստանի Սփին Բոլդա քաղաքի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Հակմալը։ Նրա խոսքով բախումներ են տեղի ունեցել Ղանդահար նահանգի Սփին Բոլդա քաղաքի սահմանին։ Հիվանդանոցի աշխատակիցները գործակալությանը հայտնել են նաև, որ կա մոտ 80 վիրավոր, այդ թվում կանայք եւ երեխաներ։
Թալիբանի փոխխոսնակ Համդուլլա Ֆիտրատը հայտնել է 12 մահվան եւ ավելի քան 100 վիրավորների մասին։ Նա հավելել է, որ այսօր հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան պակիստանյան զորքերը կրկին սկսել են հարձակումներ Աֆղանստանի վրա եւ աֆղանական ուժերը ստիպված են եղել հակահարված տալ։ Նրա խոսքով բախումների ժամանակ զոհվել են պակիստանցի զինվորներ։ Նիդերլանդները լրացուցիչ 90 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարման մեջ, փորձելով բարելավել ուկրաինական ուժերի իրավիճակը տեղում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը, ով ժամանել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը։ Մենք մտադիր ենք ընդլայնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ուկրաինային եւ այդ կարիքների համար հատկացնում ենք լրացուցիչ 90 միլիոն եվրո, ասել է նա։ Բրեկելմանսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Կիևի ռեժիմին բարելավել իր ռազմական դիրքերը գետնի վրա։ Նա նաև արտահայտել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կարողությունները ամրապնդելու անհրաժեշտությունը, ընդգծելով անօդաչու թռչող սարքերը խոցելու փորձերի անօգուտությունը այնպիսի հրթիռներով, որոնք ավելի թանկ են, քան իրենք անօդաչու սարքերը։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է, որ Էստոնիան 12 միլիոն դոլար կհատկացի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում, որը ենթադրում է Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնում։ Մենք որոշել ենք միանալ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Փարալ փաթեթին։ Մենք գիտենք, որ 4 փաթեթների շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք շատ մոտ ենք հաջորդ փաթեթի լիարժեք ավարտին։ Մեր ներդրումը կկազմի 12 միլիոն դոլար, ասել է Պևկուրը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։ Նա նաև հույս է հայտնել, որ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Փարալ նախաձեռնության վերաբերյալ նոր փաթեթի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն հոկտեմբերի 16-ին։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում կարևորեցի վարչական շրջանների դերը, ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման եւ բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաեւ նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին համատեղ արդյունավետ եւ հաջողված աշխատանքի համար, նշել է փոխքաղաքապետը։ Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հերթական նիստը, այն վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ինչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ։ Այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ խոզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Արգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում օրինակ մի աշխարհիկ աշխատակցուհը, ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ քննչական կոմիտեին բերման ենթարկվել 6 հոգևորականներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ, գանձապահ, գործավար, հաշվապահ եւ այլք։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում, ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորություններ հաստատող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենց, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, ասել է Զոհրաբյանը, նշելով, որ ներսում գտնվողները վկայի կարգավիճակ ունեն։ Փաստաբանի կարծիքով այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է եւ ճնշում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է հավաքներին մասնակցելուն իբրև հարկադրելու Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ։ Մանրամասնել է Զոհրաբյանը, հարցին թե Դանիել Օհաննիսյանի հաղորդման հիման վրա են հոգևորականներին բերման ենթարկել, նա դրական պատասխան է տվել։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկած Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով քաղաքում կստեղծի ռազմական վարչակազմ եւ կնշանակի նոր քաղաքապետ։ Օդեսան արժանի է ավելի մեծ պաշտպանության եւ աջակցության։ Դրան կարելի է հասնել ռազմական վարչակազմի միջոցով։ Օդեսայում չափազանց շատ անվտանգության հարցեր երկար ժամանակ անպատասխան են մնացել։ Բոլոր արդյունավետ որոշումները կկայացվեն։ Ես մոտ ապագայում կնշանակեմ ռազմական վարչակազմի ղեկավարին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում։ Սիրիայի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 15-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի եւ Սիրիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումը, ինչպես նաեւ դրանց հեռանկարները։ Նրանք նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական եւ մարդասիրական հարցեր։ Նախագահները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Եվրամիությունը քննարկում է չինական ընկերություններին տեխնոլոգիաների փոխանցման հարկադրանքը որպես միության շրջանակներում գործունեությունը շարունակելու պայման, հաղորդում է Bloomberg-ը։ Հղում անելով իր աղբյուրներին գործակալության տվյալներով այս քայլը կբարելավի եվրոպական արդյունաբերության մրցունակությունը։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ միջոցառումները նախատեսվում է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ձգտում են մուտք գործել հիմնական թվային եւ արտադրական շուկաներ, ինչպիսիք են ավտոմոբիլային եւ մարդկոցների շուկաները։ Հրատարակության մեջ նշվում է, որ չինական ընկերություններից կարող է պահանջվել օգտագործել Եվրամիության ապրանքների կամ աշխատուժի որոշակի քանակություն, ինչպես նաեւ մեծացնել իրենց արտադրանքի ավելացված արժեքը Եվրամիությունում։ Կարող են նաեւ ստեղծել Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ Եվրամիության արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու համար։ Bloomberg-ը պնդում է, որ նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել նոյեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Համասի կողմից Իսրայել վերադարձված բոլոր կենդանի մնացած պատանդների մասին եւ հայտարարել է Գազայի հատվածում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը ներառում է զոհված պատանդների մարմինների վերադարձը։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Բոլոր 20 պատանդները վերադարձվել են եւ իրենց լավ են զգում։ Ծանր բեռը թեթևացվել է, բայց աշխատանքը դեռ չի ավարտվել։ Մահացածների մարմինները չեն վերադարձվել, ինչպես խոստացվել են։ Երկրորդ փուլը սկսվում է հենց հիմա, հայտարարել է Թրամփը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Եգիպտոսում բանակցություններից հետո Իսրայելը եւ Համասը համաձայնության են եկել իր առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ։ 2 օր անց հրադադարը ուժի մեջ մտավ։ Իսրայելը իր զորքերը դուրս բերեց Գազայի բուֆերային գոտի եւ պաղեստինցիները սկսեցին վերադառնալ տուն։ Տասնյակ գույնզգույն փուչիկներ կրկին ճախրում էին Երևանի երկնքում, որտեղ հոկտեմբերի 10-ից 15-ը անցկացվում է բացահայտ իր Հայաստանը երկնքից օդագնացության 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնը, որը համընկնում է Երևանի 2807-ամյակի հետ, հստակ ցույց է տալիս, թե ինչպես են մշակութային եւ զբոսաշրջային նախագծերը ամուր հիմք ստեղծում միջազգային համագործակցության համար։ Եվ այն փաստը, որ Հայաստանի երկնքում ամենատպավորիչ միջոցառմանը արդեն մի քանի տարի մասնակցում է նաև Ռուսաստանը, լավագույն ապացույցն է այն բանի, թե որքան խորապես փոխկապակցված են մեր ժողովուրդները, մշակույթները եւ ձգտումները։ Այս տարվա փառատոնին մասնակցել է 9 երկրից մոտ 20 թիմ, սակայն ամենամեծ պատվիրակությունը կազմել են ռուս օդապարիկների օդաչուները։ Ռուս օդաչու Ալեքսանդր Ֆեդորովը, ով մասնակցել է նախորդ փառատոնների, կիսվել է տպավորություններով։ Ես կարծում եմ, որ նման փառատոնները բացարձակապես անհրաժեշտ են, քանի որ դուք ճանաչում եք երկիրը, նոր ընկերներ եք ձեռք բերում եւ կապվում նրանց հետ։ Այժմ շատ բացասական տրամադրություն կա, բայց սա զվարճալի եւ գունագեղ տոնակատարություն է, որը ուրախ ոգի է տարածում բոլորի մեջ, նշել է ռուս օդաչուն։ Թռիչքների երթուղիները մտածված էին, որպեսզի ցույց տան հին հայկական հողի ողջ գեղեցկությունը եւ ռուսական անձնակազմերը առաջիններից էին, ովքեր գնահատեցին եզակի համայնապատկերները թռչնի թռիչքի բարձրությունից։ Մեկնարկելով Երևանի բնորանից Էրեբունի ամրոցից նրանք ճախրում էին Գառնիի առաջին դարի հեթանոսական տաճարի վրայով, հիանում ապարանի ջրամբարի մակերևույթով եւ փառատոնն ավարտում Հանրապետության հրապարակում։ Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին տարել են քննչական բաժին։ Այս մասին Եվրամեդիա 24-ին հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում Արագածոտնի թեմում։ Նախկինը հաղթանակն է, իսկ ներկան տեսնում ենք որն է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա անդրադարձել է այս իշխանության վարած քաղաքականությանը։ Բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վրա շատ մեծ է արևմուտքի ազդեցությունը,
Եվ դա նոր չէ, որ ես դրա մասին ասել եմ, ես դրա մասին ասել եմ դեռևս 18 թվականի սեպտեմբերին, երբ որ ազգային ժողովի փոխնախագահ է դեռ, ընդդիմադիր արդեն, երբ որ հավաքական արևմուտքի ներկայացուցիչ Միացյալ Նահանգների նախագահի արտաքին անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի եւ հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն իրենց ազգային ու պատմական գաղափարներից, դա փաստացի հանձնարարական էր Փաշինյանի իշխանությանը եւ մենք տեսանք, որ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Արցախից հրաժարվեց, եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեց, եւ ավանդական արժեքների քարոզից հրաժարվեց, եւ հայոց պատմությունից, եւ հայ եկեղեցու պատմությունից, հիմա էլ նաեւ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն անդրադարձել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող ընտրությունների հեռանկարին։ Նրա կարծիքով այդ համատեքստում Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Տեսնում եմ դավադրություն, որը կայանում է մի բեմադրության մեջ, որը հիմա պատրաստվում է։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան հասել են մի համաձայնության, որ նրանց Հայաստանի ներկայիս իշխանությունը վերին աստիճանի ձեռնտու է, որովհետև կոտրված է, թույլ է, թուլամորթ է եւ զիջում է ամեն ինչ Ռուսաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Մենք դա տեսնում ենք, ես պետք չէ որ դա ապացուցեմ, լավ։ Ուրեմն եթե այդպես է, ինչ է բեմադրում Ռուսաստանը։ Իրանք բեմադրելու են, որ կա երկրորդ ուժը, որի հետ Փաշինյանը կյանքի եւ մահվան կռիվ է անելու։ Եվ դա պայմանական պրոռուսական կուսակցություններ են։ Հիմա անուններ չտամ, որ ոչ ոքի չնեղացնեմ նրանց ու մոռացել են։ Եվ բեմադրվելու է այս պայքարը, բայց Ռուսաստանն արդեն որոշել է։ Դա Կիրիենկոյի պլանն է, որի մասին ես ամիսներ առաջ խոսել եմ, եւ վերջերս մենք միայն ապացույցներ ենք ստանում, որ դա այդպես է։ Ռուսական կուսակցությունները կամ կուսակցությունը պետք է լինի երկրորդ, միգուցե երկրորդ եւ երրորդը, որպեսզի խորհրդարանը մնա այսպիսին՝ Փաշինյան եւ երկու պրոռուսական ուժեր։ Պարզապես ոչ թե Սերժ Սարգսյանի ու Քոչարյանը, այլ միգուցե անունները կփոխվեն, բայց շահերը կմնան նույնը։ Ռուսաստանն է դրա հետևից կանգնած։ Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսության պատրաստակամությունը։ Սրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սրա մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսական կողմը պահպանում է իր բաց լինելը եւ խաղաղ երկխոսության հարցում պատրաստակամությունը։ Լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ ՆԱՏՕ-ն քննարկում է կանոններ սահմանելու հնարավորությունը, որոնք կարող են պարզեցնել ռուսական կործանիչների խոցման խնդիրը։ Այս որոշման մասին հայտնում է Տելեգրաֆ թերթը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ցանկանում են, որ ռուսական ինքնաթիռները, որոնք դաշնակիցների օդային տարածքով հրթիռներ են տանում ցամաքային թիրախներին հարվածելու համար, լինեն հնարավորինս թիրախավորված, նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հնարավոր սպառնալիքի որոշման հիմնական գործոնները կլինեն ինքնաթիռի սպառազինությունն ու հետագիծը։ Ամերիկյան կառավարությունը չեղյալ է հայտարարել Մեքսիկայի առնվազն 50 քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների վիզաները թմրակարտելների եւ նրանց հավանական քաղաքական դաշնակիցների դեմ արշավի շրջանակներում։ Սրա մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ 3 նախկին դեսպանների խոսքով նախորդ վարչակազմերը նույնպես չեղարկել են վիզաները, բայց ոչ այդ մասշտաբով։ Նրանց կարծիքով դա վկայում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակներին հասնելու համար դիվանագիտական գործիքներն օգտագործելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի Գազայի հատվածում հրադադարի գլխավոր դիտորդը։ Մենք հույս ունենք, որ այս պահին Գազայում մարտական գործողությունները դադարեցվել են։ Պարոն Թրամփի հայտարարությունն այդ առնչությամբ չափազանց կարևոր է։ Թրամփը լինելու է գլխավոր դիտորդն այս հարցում։ Նա անձամբ է հայտարարել այդ մասին մեծ այդ հանդիպումների ժամանակ, իսկ երբ մենք ոտքի վրա ենք շփվում, նա առաջարկեց պահպանել հեռախոսային կապերը եւ չարհամարել հեռախոսային դիվանագիտությունը։ Մենք կշարունակենք մեր բանակցությունները բոլոր մակարդակներով։ Այս դիվանագիտությունը, որը մենք հաստատել ենք պարոն Թրամփի հետ, չափազանց կարևոր է։ Մենք հույս ունենք շարունակել այն եւ կանենք ամեն անհրաժեշտը խաղաղության մթնոլորտ հաստատելու համար։ Եգիպտոսում հավաքված բոլոր երկրները կդառնան այդ խաղաղության մթնոլորտի երաշխավորները, հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Նախագահը ողջունել է թագուհու այցելությունը Հայաստան եւ բարձր գնահատել ձերմեծության առաջնորդությունը որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ։ Ձեր այցելության նպատակը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը անշուշտ մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում ձեր առաջնորդությունն այս ոլորտում եւ այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով, ասել է նախագահը։ Բելգիայի թագուհի Մաթիլդան զբոսնել է նաեւ Երևանի փողոցներով։ Տեխնոլոգիաները եղել են կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու միջոց։ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց այս երևույթը նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ կարող ենք մարդուն կախվածության մեջ գցել։ Դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ ստեղծվում էր, իր հետ բերեց այլ մարտահրավերներ ու դրանք մինչ օրս ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում անջատիչն անջատել ու դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել, նշել է նա։ Փաշինյանը 100%-անոց ճշմարտություն է համարել, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան, բայց ուզում եմ դերացնել այդ նախադասությունը նույնքան ճշմարիտ այսօր հնչում է աշխարհի բոլոր երկրներում, ասել է Փաշինյանը։ Արդեն 2 տարի է մենք բավական շատ գործ ենք անում գերիների վերադարձի հետ կապված, որպեսզի թե այլ երկրների ղեկավարներ, թե այստեղի կառավարությունը ուշադրության կենտրոնում պահեն գերիների հարցը, հույս ունեմ, որ կհաջողենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկահայի բարերար Նուբար Աֆեյանը։ Ես լուծում այս հարցին չեմ կարող առաջարկել, բայց թեման շատ կարևոր է ու տարբեր երկրների հետ էլ այս թեման քննարկման առարկա է դառնում։ Հույս ունեմ, որ խաղաղության արդյունքում եւ խաղաղություն կլինի եւ արդարություն։ Հարցին թե հավատում է խաղաղության օրակարգին, Աֆեյանը ասել է, որ խաղաղությունը բոլոր տեսակետներից էլ կարևոր է։ Լեհաստանն այլևս Ուկրաինայից փախստականներ ընդունելու հնարավորություն չունի, այս մասին RMFM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի առաջնորդի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Փշիդաչը։ Պաշտոնյայի խոսքով այժմ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն երկիր արդեն ժամանած Ուկրաինայի քաղաքացիների հարմարեցմանը։ Նախ պետք է սկսել նրանց ինկուլտուրացիայի գործընթացը, դա արդեն արվում է կրթության միջոցով, սակայն չի կարելի թույլ տալ այնպիսի իրավիճակ, որտեղ ստեղծվեն ինչ-որ առանձին շրջաններ, նշել է բյուրոյի ղեկավարը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ուշադրություն չդարձնել Նոբելյան կոմիտեի իրեն 2025 թվականի խաղաղության մրցանակը չշնորհելու որոշմանը։ Հայտում է Բելտա լրատվական գործակալությունը։ Խորհուրդ եմ տալիս Դոնալդ Թրամփին շատ չտխրել, որ չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի, հայտարարել է Լուկաշենկոն, պնդելով, որ եթե ինքը Նոբելյան դափնեկիր դառնար, ապա կհրաժարվեր մրցանակից։ Բելարուսի նախագահի խոսքով խաղաղության մրցանակը կորցրել է իր հեղինակությունը, քանի որ դրա դափնեկիրները հաճախ որևէ կապ չունեն իրական հակամարտությունների լուծման հետ։ Նա որպես օրինակ բերել է քաղաքական գործիչների, որոնք իր խոսքերով ոչինչ չեն արել խաղաղությունն ամրապնդելու համար, այլ փոխարենը նպաստել են եւ մղում են Բելարուսին այսպես կոչված պատերազմին։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե ձեզանից կամ ինձանից որևէ մեկին առաջարկեին այս մրցանակը, ես անպայման կհրաժարվեի դրանից, նշել է նա։ Ֆրանսիան դեմ է Եվրամիությունում Ռուսաստանի ակտիվների բռնագրավմանը, այս մասին VDM-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Ռիվիերը։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, Ֆրանսիայի դիրքորոշումը շատ պարզ է, խոսքը մեզ չպատկանող միջոցների բռնագանձման մասին է, ինչը մեզ հարիր չէ, չափազանց կարևոր է, որ բոլորը պահպանեն օրենքը, ասել է դիվանագետը։ Նրա խոսքով միակ բանը, որ արվել է վերջին տարիներին, այն գումարի օգտագործումն է, որը վաստակում են ակտիվներով Ուկրաինային օգնելու համար։ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում նրա բոլոր պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին հայտնել է պոլիտիկո պարբերականը, վկայակոչելով եվրոպական համայնքի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով Գազայում ավերածությունները եւ ավելի քան 60,000 մարդու մահը պահանջում են պատասխանատու եւ արդար մոտեցում։
ինչպես նաև ոլորտի վերականգնման ծրագրի պատշաճ ֆինանսավորում։ Մեր ճնշումը նախկինի պես կարևոր է։ Իսրայելը պետք է կատարի իր պարտավորությունները, հայտարարել է եվրոպական պաշտոնյաներից մեկը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, Բրյուսելը մտափոխվել է դադարեցնել Իսրայելի հետ ասոցիացիան համաձայնագիրը, հաշվի առնելով Գազայի հատվածում հակամարտության կարգավորման մասին համաձայնագիրը։ Գազայում զինված հակամարտության ողջ ընթացքում Եվրոպական հանձնաժողովը չի կարողացել հասնել Եվրամիության անդամ բոլոր երկրների աջակցությանը այդ համաձայնագրի մասնակից առեցման ծրագրին Իսրայելի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու նպատակով։ Այդ պատճառով փաստաթղթի մի շարք առևտրային դրույթների գործողության կասեցման գործընթացը չի հասցրել սկսվել։ Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոկի եւ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Գազայի հակամարտության հարցում վարվող արտաքին քաղաքականությունը հանգեցրել է Բեռլինի ազդեցության կորստի միջազգային ասպարեզում, գրում է Berliner Zeitung պարբերականը։ Գերմանիան կորցրել է իր ազդեցությունը ոչ միայն արաբական աշխարհում, այլև ամբողջ գլոբալ հարավում։ Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը, կանցլեր Օլաֆ Շոլցը, իսկ այժմ նաև Մերցը վատնել են այս վստահությունը, նշվում է հոդվածում։ Հատկապես ուշադրություն է հրավիրվում Մերցի պասիվ դերի վրա վերջին գագաթնաժողովում, որտեղ նա ակտիվորեն չի մասնակցել քննարկումներին կամ մամուլի ասուլիսներ չի անցկացրել։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրաման Արթուր Ռազմիկի Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 15-ից նշանակել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից։ Հրամանը ստորագրվել է հիմք ընդունելով Արթուր Եսայանի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը։ Հրամայվել է Արթուր Եսայանի պաշտոնային դրույթքաչափը սահմանել պետական պաշտոնների եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքին համապատասխան։ Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել ըստ որի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի հոկտեմբերի 14-ից 17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ, ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Էդուարդ Հակոբյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահին գործուղումից վերադառնալուց հետո երրորդյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի համապատասխան որոշման։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նա ներկա է գտնվել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ։ Վարչապետ Սեբաստիան Լկորնիոյի կառավարությունը նախատեսում է ջանքեր գործադրել Ֆրանսիայի բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարի շրջանակներում 31 միլիարդ եվրո խնայելու համար, հաղորդում է Տրիբունը։ Ավելի վաղ Լկորնիոն հայտարարել էր, որ Ֆրանսիայի 2026 թվականի բյուջեի նախագիծը երեքշաբթի օրը կներկայացվի նախարարների խորհրդին։ Նախագծով առաջարկվում է գանձապետարանի դեֆիցիտը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4.7%-ը եւ պարունակում է համարձակ տնտեսական միջոցառումներ։ Մեր տվյալներով հաջորդ տարվա վերջին 4.7% մակարդակին հասնելու համար կառավարությունը մտադիր է խնայել 31 միլիարդ եվրո, այդ թվում 17 միլիարդ եվրո ծախսերի եւ գրեթե 14 միլիարդ եվրո նոր եկամուտների տեսքով, նշում է Տրիբունը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-ից 8 աստիճանով։